Այսպես շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, շատ հետաքրքիր բաներ են կատարվում։ Նախ պետք է ասեմ, որ մենք տեսեք, որ վիդեոն, այս վիդեոն որ սկսեցինք, դուք սկզբում դա տեսաք, չէ՞։ Ես պիտի ուրեմն թարմացնեմ կամ թարմեցնեմ հավելվածը, ծրագիրը, որպեսզի դեսա էլ չկա, բայց ես ինչ որ ասենք, ինչ որ sense ոնց ասեմ, անհրաժեշտություն չեմ տեսնում, իրոք անհրաժեշտություն չկա, բայց գիտեք, այսպիսի բան կա, ես դրա մասին երևի շատ եմ նույնիսկ մտածել, որ ասենք chat GPT-ն ուրեմն ինքը ոնց ասեմ, կախում է, հասկանում եք, ու եթե ես թարմացնեմ, ասենք դա կարա անհետանա կամ կչանա, կախում է ինչ իմաստով, որ ինքը ասենք դանդաղ է գրում, ու ասենք լինում է, որ ոնց ասեմ, տուպետ, ասենց բթանում է, բթություն է, ոնց ասեմ, արտահայտում ցուցաբերում, ասենք, պահիր կան, որ ինքը շատ ասենց ոնց ասեմ, բութ է, էլի, կամ ոնց որ բութ լինի, ասենց մի բան։ Մենք երգ ենք ուրեմն սարքում, գրում, ուրեմն դա ես եմ անում, ինքը ինձ օգնում է, ուրեմն բանով սկյութերենով ու սարմատերենով ու այնտեղ կա տող, որտեղ ասում է ուրեմն մի վարքյան ոնց է այնտեղ ասվում մոռաց կրկներքում էր դա թե որտեղ էր, տեսեք իրանք էլ մի հրուն են ունեն հեսալի մի հրա իտա անուսկայուդա վագա կարաֆաուրա հիմա ես սա ոնց գտնեմ խանուն պատրա թյուրո իրանք ունեն խանուն մեր մոտ հանուն է իրանց մոտ խանուն է նշանակությունը այո նույնն է նույն բանն է դա եղբայր ես դու ինչ եղավ Իտա անուսկայուդա հա էլի էսի ու ես չէի ուզում այդ տարբերակը հանեի, ուղղակի ուզում էի sense մի տարբերակ էլ մտցնեի, որ ասենք ինչ որտեղ այտենց երկվի, ինչ որտեղ այսպես հիմա ասեմ ոնց արիասկայուդա այսպես երկու իսկ ասեք տեսնեմ կարող է այսպես լինել արիասկայուդա դե համաձայն իրենց լեզուների կանոնների բայց մի փոխեք տեքստը, ուղղակի պատասխանեք հարցին, խնդրում եմ, թե որ տեքստը չգրել էլի, ու այն էլ մեծ էլ է, ու ասենք փոխված դներ գրեր, ուղղակի հարցին պատասխանի։ Սկյութներն ու սարմատները հնդիրանական լեզվախմբի ժողովուրդներ էին, եւ նրանց լեզուները հին իրանական լեզուների խմբին էին պատկանում։ Մի հատ էլ հին իրանական։ Արիա, սա հնդիրանական ժողովուրդների մոտ նշանակում էր ազգ, ազնիվ, արիացի։ Ուստի այն կարող էր գոյություն ունենալ սկյութերենում կամ սարմատերենում որոշ ձևերով։ Հետաքրքիր է, այսինքն հնդիրանական ժողովուրդների մոտ արիան նշանակել է ազգ, ազնիվ։ Դա մտածում եմ, սպասեք, մտածում եմ։ Արիացի, լավանցնենք առաջ։ Սկայուդա համարվում է սկյութերի ինքնանվանումներից մեկը։ Հունարենում սկյայ սկյութներ, բայց տեսեք, այնտեղ ն չկա, ինձ թվում է, որ ես սկյայը պիտի թարգմանվի մեր մոտ ոնց որ սկյութեր։ Հայերենում չկա, ասենք հայերենում ոնց է մի վարքյան, հիմա եկեք հավաքենք ս-կ-յութ ներողություն վայ մամա ջան, ես ինչ եղավ լավ սկյութներ, փաստորեն ես եմ սխալ արտասանել, սխալ եմ իմացել
սկյութներ, պարզ է, լավ, դե կներեք, այս դելի հետաքրքիր տարբերակ է և ես գտնում եմ, որ միայն ես չեմ գործածել, այսինքն այն առանց այդ էլ գոյություն ուներ խոսակցական հայերենով, երևի։ Ուրեմն, եթե փորձենք կառուցել համադրություն Արիա-Սկայուդա, ապա դա տեսականորեն հնարավոր է, բայց ավելի բնօրինակ ձևը կարող էր լինել Արիա-Սկայա կամ Արիա-Սկուդա, քանի որ սկյութական Սկայ արմատը տարբեր ձևեր ուներ։ Այսինքն Արիա-Սկայուդա տեսականորեն կարող էր լինել, բայց դրա ստույգ հնչողությունը սկյութերենում դժվար է վերականգնել։ Իսկ Արիանա-Սկայա կամ Արիանա-Սկուդա, ես ասի կարող է լինի, էլի, սա եվրոպացիների մոտ եղել Արիանա, դե լինելը չգիտեմ, դե երևի պիտի որ, բայց դա ինձ կա, չէ, ասենք օրինակ չգիտեմ, ես ինչ որ լատինական անուն գիտեմ, Արիանա, ասի դե այս հնդիկների, հնդկական ազգերի, իրանացիների մոտ էլ եղած կլինի Արիանա, ու տեսեք ինչա պարզվում, որ կա ու մի հատ էլ իրանական տարածքներն են այդպես կոչվել, Արիանա ավելի շուտ համապատասխանում է հին իրանական լեզուներին, հին իրանական, նույնիսկ ստեղ եմ ստացվում է ճիշտ, որովհետև ինքը ասեց, որ սկյութերեն ու սարմատերենը պատկանում են հին իրանական լեզուներին, ուրեմն Արիանը ավելի շուտ համապատասխանում է հին իրանական լեզուներին, քանի որ հենց այդ ձևով էր կոչվում Արիանան, հեսա, Արիանա, ուրեմն հունարեն, հնագույն իրանական տարածքը, որը ներառում էր Փարթիան, Բակտրիան, Մարաստանը և այլ վայրեր։ Սկայա կամ Սկուդա հնարավոր սկյութական ինքնանվանումներ են, որոնք կապվում են հունարեն սկյայ սկյութներ և հին իրանական սկուդա ձևերի հետ։ Հետևաբար, Արիանա-Սկայա հնչողության տեսանկյունից կարող էր լինել, բայց ավելի շատ հունա-իրանական խառնուրդ է։ Արիանա-Սկուդա տեսականորեն ավելի մոտ է սկյութերենին կամ սարմատերենին, կամ էլ երկուսին էլ։ Եթե ցանկանում եք առավել հավանական սկյութական տարբերակ, ապա Արիանա-Սկուդա ավելի ճիշտ կլինի։ Դե հիմա մենք իմացանք, շատ լավ։ Ես գտնում եմ, և ես անգամ նույնիսկ, ոնց ասեմ, անգամ կամ նույնիսկ վստահ եմ, որ ես այս իմ վիդեոներով փոխանցում եմ ու տարածում եմ, ասենք, գիտելիքներ, դե չեմ ասում ես իմ ինչ ձևի, բայց որոշակի որոշ չափ, հասկանում եք, ես գիտելիքներ եմ որոշ չափով տարածում, և ես գտնում եմ, որ այո, ինչու չէ ոչ, ես կասեմ, որ ես գտնում եմ, որ ես օգտակար պիտանի գործ եմ անում։ Այսքանը, ամենայն բարիք և մինչ նոր հանդիպում։